իմ ձեռքերում շոմպայն է, որը տրաքելու է Արամի բանակ գնալու արդիվ։ Ծափերը բարձր։ Նրա եղբայրները գտնվում են արտերկրում, Տիկին Թամարային իր որդիների կողմից։ Այսօր նրա բանակի քեֆն է, հավաքվել են հարազատները եւ նրան ուժ, խորհուրդներ ու լիքը կենացներ են ասում, որ գնա ծառայու հետ գա։ Իսկ մենք այս պահին գնալու ենք հատուկ Արամի մայրիկի համար։ Մեր հայ զինվորները, ովքեր ծառայում են ու պիտի ծառայեն, սիրտ տանք, ոգի տանք, որ նա ծառայի ու վերադառնա փառքով օջախ։ Արամը վերջապես հասավ այն օրվան, որ պետք է գնա ծառայի։ Մայրիկին սիրտ տա, ոգի տա եւ իհարկե այդ ամեն ինչը շաղախի ծաղիկի հետ։ Դուխը տեղը, ուժեր, հավեսով։ 2 տարի հետո գալու են գրկեմ քեզ ու ոչ մի կես չգնեմ։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, Ընկերներ, լավ, անցնենք բուն թեմային։ Իմ ձեռքերում շոմպայն է, որը տրաքելու է մեր անուշ աղբեր Արամի բանակ գնալու արդիվ։ Նրա եղբայրները գտնվում են արտերկրում, այսօր նրա բանակի քեֆն է, հավաքվել են հարազատները եւ նրան ուժ, խորհուրդներ ու լիքը կենացներ են ասում, որ գնա ծառայու հետ գա։ Իսկ մենք այս պահին գնալու ենք հատուկ Արամի մայրիկի համար, որ սիրտ տանք, ոգի տանք, որ նա ծառայի ու վերադառնա փառքով օջախ։ Հիմա դուրս, նա դե տարեք ներս, հիմա ներսը մարդ կա, նստած են, դե հելել են սա։ Մամայի անունն ինչ էր։ Թամարա, Արամ, աղբերներն էլ դուրսն են։ Դե գնաց ներս էլի ամեն դեպքում։ Անակնկալ այդքան էլ Արամի համար չի, բայց մաղթանքները Արամինն են։ Գնացինք աղբեր։ Գնում ենք Տիկին Թամարային մաղթենք համբերություն եւ Մի րոպե թող մեր ասկող խնամուն ճամփին որ։ Թող ճամփի։ Էնա։ Խնամին գնաց։ Խնամին գնաց բարեկամս։ Ինչպես ես, ամեն ինչ կարգին է։ Պարկաս։ Հրաշ մենք լսել ենք դու հիանալի երգեր ես կատարում բարեկամ։ Զարմացնում ես մեզ։ Մեզ նոր ասեցին, որ դու հենց նոր ձախարութ ես արել, լավ ես աղբեր։ Ում է այդ ուղղված մամային։ Տիկին Թամարային իր որդիների կողմից։ Իր որդիների կողմից աղբերս, բայց դու մի ասել այդքան, ուղղակի ասա անակնկալ կա, հեսա մեկը կգա, կաս ինչ այլ է։ Այդ մեկն էլ որել եմ ես աղբեր։ Հեսա շուտով, վարկյաններ անց, կմտնում հիմա, որ այդ անակնկալը կհապուսիկ ես։ Ձեր ում կողմից մնացածը ինքը կասում։ Թողեն, ամեցը։ Ծափերը բարձր։ Դուր ես ասել։ Բարև ձեզ արգելիներս, մեր ծապեր տվեք, ավեսով բարձր այսօր լավ որա, ուրախ որա, Արամը վերջապես հասավ այն օրվան, որ պետք է գնա ծառայի, բայց մինչ ծառայությունը սկսելը մեկ շատ կարևոր գործ պետք է անի։ Մայրիկին սիրտ տա, ոգի տա եւ իհարկե այդ ամեն ինչը շաղախի ծաղիկի հետ, հա? Պատրաստ ես Արամ։ Նվիրի, մայրիկին ուժեղ կգրկես։ Ծառայեն, անփորձանք ծառայելու հետ գան, Արամ ջան, քո գլխավորությամբ դուխը տեղը, ուժեր, հավեսով, ամեն ինչ շատ հիանալի է, մտ երկու խոսք ասել ես արդես, ոնց էլ չեղի մետ 10 բաժակ խմած կել ես, մի բան կասես, չէ, դե լավ, բաս գոնե ես ամեն ինչ լավ ալնելու, ես գալու եմ մամ գերկեմ քեզ։ Ամեն ինչ լավ ալնելու, 2 տարի հետո գալու եմ գերկեմ քեզ ու ոչ մի կես չգնեմ։
Ուրեմն այս ծաղիկները ձեր մնացած որդիներն են ասել, որ բերենք, փոխանցենք, ոգի տանք, ասենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ու ծափեր են ընչելու, հայրիկն էլ որպես ուրախություն եւ տան սյուն, հեսա կպայթացնի շամպայնը։ Նա բացն ու պայթի հավեսով։ Մեծացրել ես արծիվ զավակ դուարի, չհաղթինան ամբոչ Առոջն եք, լավն եք, բանակ գնալը պատիվա, նշանավոր տաղան հետալվա ծառայու գա։ Ու թող բոլորը իմանան, որ ծառայելը դա մեծագույն գործերից մեկն է տղամարդու կյանքում, որ պետք է լինի։ Ծափեր ես գնացի ձեզ լավն բարձր տրամադրություն։ Ախպերս, ոյ, իզբինիցե, ես գնում եմ կոթուր, այնտեղ նույնպես զինվոր ունենք, որ պետք է ճամփենք բանակ։ Հա? Դա տաները դեն կլուծեն, տոշնի սա, դա բայց հավը տանեմ, ձեզ համբերություն, լավոր։ Բարեկամներ, սկսել է մեր հայոց բանակը համալրվել նորակոչիկներով և նորակոչիկները հավատացեք խիզախ են քաջ և պատրաստ ցանկացած փորձության։ Ինչի ականատեսն ենք լինում նրանց անակնկալները անելուց։ Նրանք պատրաստ են մեր երկրի սահմանները անառիկ պահել։ Շնորհակալ ենք բոլոր զինծառայողներին և հպարտ, որ ինչ-որ չափով կարող ենք ներկա գտնվել այդ գեղեցիկ արարողությանը, որ բանակ են ուղարկում տղաներին։ Շնորհակալ ենք ուշադրության համար և այս տեսանյութի վերջում էլի գնում ենք զինվորին, ասենք ամփորձանք ծառայես հետ գաս։ Գնացինք Վարդան։ Մենք ենք